Բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստատիտողին, Ժողովուրդ ջան, հավաքվեք, միացեք մեզ, այսօր միասին թթու ենք պատրաստելու։ Շատ հետաքրքիր տարբերակ, երևի թե անսովոր։ Ինչու անսովոր, որովհետև կարծում եմ Հայաստանում մենք այսպիսի թթու չենք պատրաստում, սա ես օգտագործում եմ, այսինքն բաղադրատոմսը արևելյան խոհանոցից, հոյակապ առաջարկի, կարծում եմ ձեզ էլ դուր կգա, այնպես որ միացեք մեզ, որպեսզի միասին այսօր հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այս բազմապիսի բանջարեղեններից ենթադրվող թթվի տարբերակը։ Ահա, ինչ ենք անելու։ Եկեք եւս մեկ անգամ ես կրկնեմ, թե ինչ բաղադրիչներ են պետք։ Այստեղ ունենք ծաղկակաղամբ, ունենք գազար, վարունգ, գետնախնձոր, ունենք նեխուրի պոչիկներ, միայն պոչիկները կտրատված, այստեղ ուղակի մի քանի տերևիկ է ընկել մեջը, ես փորձեցի չառանձնացնել։ Ունենք սխտոր բնականաբար, կծու պղպեղ եւ բազմապիսի համեմունքներ։ Համեմունքներին քիչ հետո կանդրադառնանք, ես հատ առհատ կասեմ, թե ինչ համեմունք է պետք այս թթու պատրաստելու համար։ Հիմա եկեք արդեն ավելացնենք կաթսայի մեջ, որովհետև այս թթուն մի փոքր պետք է եփենք։ Տեսեք, իր հետաքրքրությունը կայանում է նաև նրանում, որ շատ պետք է մանր կտրատել բանջարեղենները, նույնիսկ կարելի է սրանից ավելի մանր, այ տեսեք ես ծաղկակաղամբը հատիկավորել եմ, այսպիսի փոքրիկ կտորներ եմ, մասնատել եմ ծաղկակաղամբը, կարելի է նույնիսկ ավելի փոքր ուրեմն կտրատել եւ ավելի հետաքրքիր, դա էլ է շատ հետաքրքիր։ Գազարը եւս փոքր կտրատված է, վարունգը եւս, գետնախնձորը նույնպես։ Այնպես որ նկատի ունեցեք, հետաքրքրությունը եւ տարբերակը ձևը հենց կայանում է նրանում, որ պետք է լինի շատ մանր կտրատված այս թթուն։ Թթուն կոչվում է ողջույն սիրելիս։ Բարև Ադրինե ջան, ես տեսնում եմ շատ աշնանային։ Այո։ Այսինքն դուք երկուսդ այսօր աշնանային։ Ես տեսնում եմ, որ դու իմ համար ամենահամով թթուն ես ուզում պատրաստել։ Ամենահամով։ Ամենահամով։ Հեռուստադիտողին ինչպես քիչ առաջ նշեցի, արևելյան խոհանոցից է այս թթվի տարբերակը, այն կոչվում է լիթե, այսինքն խառնուրդ, բազմապիսի բանջարեղենների խառնուրդ։ Լատե սուրճի չխառնեք, լիթե թթուն է սա։ Լիթե թթու, շատ համեղ է եւ շատ գեղեցիկ է ստացվելու։ Վերջում դուք կտեսնեք, թե ինչքան գեղեցիկ է։ Այնպես որ անցանք գործի։ Եթե ինչ-որ բան մնա այստեղ։ Այս բային կարճ դադար կլինի, ինչեւ Ադրինեն այս ամենը կդառնա, արդեն փակում է ձեռքերով, որ յուտեմ, բայց ես ուտեմ, իսկ դուք դադար վայելեք։ Ես կացան, ընդամենը կացան դադար։ Դադար մեր եթե։ Բարիլիսիոս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը խոհանոցից, քանի որ այսօր այսպես հատուկ առիթ ունենք խոհանոցում։ Այո, շատ մեծ առիթ, այսօր թթու ենք պատրաստում եւ սկսենք մեր աշխատանքը, քանի որ շատ երկար պատմեցի բաղադրիչների մասին։ Ահա, կաթսայի մեջ ավելացում ենք մեր մանր կտրատված գազարը։ Դու կարող ես հետո տանել տալիս, ես այո, սիրելիս։ Հավաքեմ միտ։ Գետնախնձոր, մենք քիչ առաջ խոսում էինք, որ գետնախնձորը հատկապես խորհրդային տարիներին մեր մանկության, այսպես ասած, սիրելի բանջարեղեններից էր։ Մայրիկները շատ հաճախ առնում էին եւ մենք ճաշակում էինք։ Այստեղ ունենք նեխուրի պոչիկներ, ավելացնում ենք նաեւ սա, խնդրեմ Սոնա ջան։ Այստեղ ունենք կտրատված սխտոր։ Ահա, ավելացնենք սխտորը նաեւ։ Կարող եք ցանկության դեպքում սիրելիներս պարզապես ամբողջական սխտորի կտորները գցել, ոչ թե կտրատել, պարզապես գցել, հետո ցանկության դեպքում նույնիսկ կարելի է հեռացնել այն թթվին։ Ես ժամանակից առաջ ընկնելով մի հարց տամ։ Այո, երկու նույնիսկ։ Քո սիրելի թթվի տարբերակը գունավոր չի, անգույն է, ճիշտ եմ հասկանում։ Ես թթվի յուրաքանչյուր տարբերակ շատ սիրում եմ, եւ գունեղը եւ անգույնը շատ եմ սիրում, եւ այսօրվա առաջարկը իմ ամենասիրելի թթուների տարբերակներից մեկն է, շատ եմ հավանում։ Ինչու հենց այս տարբերակը։ Ինչու, որովհետև յուրահատուկ համ ունի, քանի որ համեմունքի սիրահար եմ, հասկացել եմ։ Համեմունք շատ կա։ Ամեն ինչ կապ։ Այո, իր մեջ եւ յուրահատուկ, այսպես չգիտեմ, Իս թվում է հեռուստադիտողը պետք է պատրաստի, փորձի եւ հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Եվ հիմա ճիշտ ժամանակն է խոսենք համեմունքների մասին եւ ավելացնենք մեր բաղադրիչների վրա։ Այստեղ ունենք բնականաբար դափնի տերև, ունենք բահար, այսինքն սովորական
հատիկ պղպեղից ավելի խոշորը, որը կոչվում է բահար։ Ռուսերենով դուշիստի պերից։ Հետո ունենք այստեղ ուրեմն ցիտրոն, ունենք համեմի սերմ ամբողջական, ունենք քրքում, քրքումը գույնն է ապահովելու, տեսքն է ապահովելու։ Ունենք թարխուն եւ ունենք չամանի, սև չամանի սերմ։ Այստեղ ունենք սառնաշաքար, նաբատ, որը ուրեմն շատ յուրահատուկ մեզ պետք է, քանի որ քացախ ենք ավելացնելու, պետք է քացախի համը բալանսավորի։ Եվ այս ամբողջ գեղեցկությունը հիմա ավելացնում ենք մեր թթվի վրա։ Եվ այս գեղեցիկ նոտայի վրա մենք հիմա կունենանք դադար, որից հետո անպայման կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Ես էլ կավելացնեմ քացախը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր գործը, ինչ ենք արել մինչ այս պահը, գազարը, գետնախնձորը, նեխուրի պոչիկները եւ բազմապիսի համեմունքները քացախի օգնությամբ այստեղ եռացնում ենք։ Արդեն պատրաստ է, մի 10 րոպե եռացել է սիրելիներս։ Հիմա պետք է ավելացնենք այսպես ճաշի գթալ առատ աղ։ Ընթացիկ ես համը կփորձեմ, եթե պետք լինի, ելի կավելացնեմ աղ։ Այստեղ ավելացնում ենք հենց հիմա ծաղկակաղամբը։ Մեր թթվի ֆենոմենը կայանում է նրանում, որ ինքը մինչ մեր հաղորդման ավարտը արդեն պատրաստ կլինի ճաշակելուն, ինչու, որովհետև եփվում է, եփված տարբերակով է լինելու այս թթուն, սակայն մի փոքր, եթե փորձենք մեկ ամբողջ օր թողնենք, որպեսզի ամբողջ համերը միախառնվեն, հանգստանան, շատ ավելի կատարյալ կդառնա այն, բայց այնուամենայնիվ հաղորդման ավարտին մենք կարող ենք արդեն ճաշակենք, փորձենք, տեսնենք թե ինչ համ ունի մեր թթուն։ Ահա տեսեք, արդեն իսկ շատ գեղեցիկ է, քրքումը իր գործը արեց, այսպես ասած ներկեց մեր բանջարեղենները եւ դարձրեց շատ գեղեցիկ։ Ես եւս 10 րոպե պետք է թողնեմ, որպեսզի խաշվի բանջարեղենները, ահա ծածկենք բերանը, ահա թողնենք մի 10 րոպե եփվի։ Այստեղ էլ ունենք կարտոֆիլ, սովորաբար այս օրերին ինչ պիտի պատրաստենք, խառը օրերին պատրաստում ենք խաշած կարտոֆիլ։ Այստեղ ունենք նաև կարտոֆիլ, վերջում թթվով կվայելենք։ Հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներից, որովհետև հյուրերը արդեն այստեղ են։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա պատրաստ է այն ամենը, ինչը որ խոստացա եթերում, միասին պատրաստեցինք շատ համեղ թթու, բազմապիսի բաղադրիչներով, բանջարեղեններով, որը եփվեց եւ արդեն պատրաստ է մատուցման։ Ահա տեսեք որքան գեղեցիկ է, այստեղ գունազարդ, խոսքեր չեմ գտնում, համն էլ վստահ եմ շատ համեղ է ստացվել, արդեն տարայի մեջ էլ լցրել եմ եւ պատրաստ է ձմռան համար, որպեսզի մենք այն օգտագործենք։ Այստեղ ունենք բնականաբար կարտոֆիլ խաշված տարբերակով եւ ունենք այս կաղամբով եւ գազարով թթուն, այն հայտնի մալականի թթուն, որը մենք հենց հիմա կվայելենք։ Սիրելիներս, պատրաստեք, ինքներդ վայելեք եւ իհարկե արձագանքեք, եթե հավանեցիք այս տարբերակը։ Եթե կարիք կլինի, որպեսզի հերթականությունը եւ բաղադրատոմսը եւս մեկ անգամ կրկնեմ, կարող եք նամակագրությամբ ինձ հետ կապ հաստատել։ Պատրաստեք, վայելեք, ես խոստանում եմ շաբաթվա մեջ էլի թթվի տարբերակներ, այնպես որ մշտապես մնացեք մեզ հետ, առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Լավ եղեք։